Ողջույն գործարարալիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, այն ձեզ համար վարում է երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Գաբրելյանը, իսկ առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Պարոն Լոկմագյոզյան, այսօրվա հաղորդման ընթացքում ուզում եմ մի քիչ թեթևանանք այս օրակարգային ծանր ու մտահոգիչ հարցերից, այսպես ասած, պարզաջրենք այս թեմայով այս հաղորդաշարը, ուզում եմ մի քիչ ավելի պատմական թեմայի անդրադառնանք այսօր, մասնավորապես հայերի գործունեությանը, հայերի կենսակերպին, ընդհանրապես կայսրություններում եւ ամենաշատ հայերը եւ իրենց օսմանյան կայսրությունում են եղել մինչեւ ջարդերը ու ուզում եմ անդրադառնամ այդ տարբերությանը, այդ կենցաղի ընդհանրապես մտածելակերպի գործունեության տարբերությանը տարբեր կայսրություններում, ու առավելապես երևի 3 կայսրություններում, Օսմանյան կայսրությունում, Ցարական Ռուսաստանում ու Պարսկաստանում ու օրինակ ինչու այդ Օսմանյան կայսրությունում այսպես ասած զարգացավ sense ինտելեկտուալ մասը, հայության հիմնական ինտելեկտուալ մասը, գրողներ, տարբեր մտածողներ, թե քաղաքական, հասարակական դեմքեր զարգացան հենց Օսմանյան կայսրությունում, իսկ օրինակ Պարսկաստանում այսպես ասած զարգացավ առևտրական ոգին ավելի շատ հայկականության մեջ ու այդ տարբերությունը էլի այլ ինչ էին ուզում անել, որ մի կողմից ռեպրեսիաների էին ենթարկում, մի կողմից հնարավորություն կար, ակնառու է, որ հնարավորություն կար ինչ որ մակարդակի հասնելու Օսմանյան կայսրությունում, այ ինչի էին ուզում դրանով հասնել, լոյալության էին ուզում հայերի կողմից, թե ինչ էլի ձեր տեսակետը, ձեր կարծիքը։ Սկսենք նրանից, որ 1604 թվականին, երբ Շահ Աբբասը հարձակվեց Հայաստանի տարածքի վրա, անգամ մինչև Վրաստան ասավ, չէ, մեծ ավերներ գործեց եւ լիքը մարդկանց տեղափոխեց իր տարածքը։ Հիմնականում արհեստավորներ եւ արևտրականներին վերցրեց իրենց ընտանիքներով տարավ, որ իր երկիրը վերականգնվի եւ այս տարածաշրջանը, որը ավելի շատ հիմնականում բանի Օսմանյան կայսրության իշխանության տակ էր գտնվում, թուլանա Օսմանյան կայսրության պատկանող մի մաս, մի երկրամաս։ Եվ գիտեք, որ ջուղայի հայերին ընդհանուր առմամբ sense վերցրեց ոչ թե ընդրովի, այլ ամբողջովին համարյա վերցրեց տարավ եւ իրենց տեղափոխեց Իսֆահան քաղաք, որը իր մայրաքաղաքն էր։ Ինչի, որովհետեւ ինքը նախորոք պատերազմից առաջ որպես արևտրական շրջել էր այս տարածաշրջանը եւ տեսել էր թե այդ ջուղայի հայերը ինչ հարուստ են եւ ինչ լավ վաճառականներ եւ արհեստավորներ կային այնտեղ եւ իրենց տեղ դվեց, ասեց ես ձեզ ազատություն եմ տալիս, աշխատեք, արևտուր արեք, ինչ ուզում եք արեք, միայն թե իմ երկիրս վերականգնեք։ Եվ փաստորեն այդ իմիջիալ այդ պատճառով է, որ եթե նայեք Պարսկաստանի, այսինքն այսօրվա Իրանի մեջ ապրող պարսկահայերի մեջ տարբերություններ կան։ Իսֆահանի հայերը ավելի sense իրենց այդպես են բաղում, կարծեք թե ավելի բարձր են իրենք, ավելի իմիջիալոց ինտելեկտուալ առումով զարգացած են այնտեղ, քան մյուսները։ Ինչի, որովհետև հիմնականում իհարկե այսօր հայությունը Թեհրանում կենտրոնացած է որպես մայրաքաղաք այնտեղ, սակայն Թեհրանի հայերի մեծ մասը իրականում Թեհրանի, այսինքն քաղաքի բնակիչներ չեն եղած, այսինքն իրենց ծնողները, պապերը եւ այն Թեհրանի բնակիչներ, մեծ քաղաքի բնակիչներ չեն եղած, ընդհակառակը գյուղական օրիգին ունեցող ժողովուրդ են նրանք։ Այդ պատճառով էլ ինտելեկտուալ առումով նրանք զարգացած չեն։ Պարսկահայերը, հիմա թող ոչ մեկը չնեղանա, դա իրականություն է, բացի Իսֆահանի հայերից իհարկե նորից եմ շեշտում, որովհետև նրանք արդեն ինչ որ մեծ քաղաքի բնակիչներ էին, ջուղայի հարուստ մարդիկ էին, հարուստը նաև հատկապես այն ժամանակները, այսօր մի քիչ փոխված է, այն ժամանակները հարուստը ուզում էր նաև իր երեխեքին գրթել եւ այլն, Եվրոպայում էլ այդպես էր, Հայաստանում էլ, Վրաստանում էլ եւ այլն, ասենք իրենց երեխեքին դաշնամուրի դասերի էին, այսինքն ավելի ճիշտ է ոչ թե ուղարկում էին, այլ կանչում էին սովորացնողներին եւ այն այսինքն հարուստը
իր երեխեքին կրթություն էր տալիս, ինչքան կարող է։ Ու այդ մարդիկ զարգանում էին, ինտելեկտուալ առումով զարգանում էին։ Եվ այդպես էր նաև այդ Իսֆահանի հայերի վիճակը, իսկ մնացած տեղերում ընդհակարակը հետ քայլ էր գնում, որովհետև այդ մարդիկ գյուղերում էին ապրում, տարբեր գյուղերում, հետո հետագայում եկան Թեհրան եկան եւ դրա համար Իրանում կամ Բարսկաստանում այդ բանը չզարգացավ, ինտելեկտուալ զարգացում չունեցավ Բարսկահայը, բացի ինչպես ասացի, մի գետ դա էլ Իսֆահանն էր։ Իսկ Օսմանյան գայսրությունում այսպես էր, համարյա թե նույն վիճակն էր այստեղ Կոստանդնոպոլիսը, այսօրվա Ստամբուլը, որպես մայրաքաղաք եւ աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը եւ հազարամյակներ այսպես մեծ քաղաք եղած, աշխարհի ամենագլխավոր քաղաքներից եղած մի տարածք, որտեղ արդեն գա դա դինի դա հույների ժամանակ, դինի դա թուրքերի ժամանակ, դե թուրքերը որ ասում ենք Օսմանյան գայսրության ժամանակաշրջան անգամ մինչև վերջի ժամանակները այնտեղ համարյա թե թուրք չկար Կոստանդնոպոլսում ապրող քրիստոնյաներ էին, հայեր էին, հույներ էին, բաներ էին, հրյաներ էին եւ եվրոպացիներ էին։ Իսկ այսպես մի բան եմ լսել, մի փոքր շեղում, այսպես մի բան եմ լսել, որ ժամանակին այդ օսմանցիները, օսմանյան կայսրությունը այդ թուրք բառին մի քիչ վերապահումով էին մոտենում ու նույնիսկ վիրավորանք էին ընկալում։ Ճիշտ է, իհարկե, որովհետեւ Օսմանյան կայսրությունը բազմազգ կայսրություն էր եւ հատկապես վերնախավ, այսինքն թագավորական ընտանիքը իրենք թուրք չէին համարում, ընդհակառակը չկա ամբողջ Օսմանյան գայսրության պատմության մեջ մի պատիշահ, մի սուլտան, ում գինը կամ մայրը, ասենք, նույն բանն է, թուրքական ծագում ունենա։ Միշտ իրենք ճանաչել են եվրոպացի իշխանուհիներ, անգամ արևանգված, ասենք, իշխանուհին ինչ որ մի տեղից էր գնում նավով, գալիս ծովահեն թուրք ծովահեններ գալիս իրեն գերի էին վերցնում, երբ որ տեսնում էին որ սա իշխանուհի է, առանց ծեր տալու, առանց բերում են բալատ, իհարկե շատ մեծ փող են ստանում դրա համար, եւ դրանք դառնում էին բաների սուլտանների մայրը, կամ ռուս դիքը կան այդպես, ռուս կա, ֆրանսացի կա, լեհացի կա, հայ կա, Աբդուլհամիդի մայրը հայերի օրինակ, հետաքրքիր է, չէ՞։ Հենց Աբդուլհամիդը, հրյա կա, վրացի կա եւ այլն, այո, եւ ինչ էր խնդիրը։ Իհարկե հարեմում տարբեր տեսակի աղջիկեր կային, սակայն ընդրվում էին այն աղջիկերքը, որոնք ավելի, ասենք, բարձր դիրքից եկած իշխանուհի օրինակ, տարբեր երկրների իշխանուհիները, որ ընդրվում էին որպես մայրացու, ասենք, մայրացու։ Եվ այդ նրանք էին, որ կամ նրանց երեխաները ընդունվում էին որպես աբակա բան, անգամ եթե այդ ուրիշ մի աղջիկ, որը ասենք թագավորի հետ կենակցել է ու հղիացել է, բայց չի գալիս բարձր դիրքից, խեղդում էին, գցում էին ծովը այդ աղջկանը, սպանում էին, չէին թողնում, միայն նրանցից, այսինքն ավելի բարձր խավի աղջկերքից ծնվածներին, նրանք թողնում էին, այ նրանք դառնում էին բան, աբակա պատիշահներ, սուլտաններ, սա էր վիճակը, եւ նրանք ինչ թուրքը այբանված անուն էր, թուրքը հայոյանք էր, ոնց որ մեկին ինչ ասեմ, ասենք ուրիշ մի քոչվոր ասեմ, քոչվոր դենց բան ասես, այդպես էլ կար, թուրքմեն նույն բառն է, թուրքմեն, թուրք մարդ նշանակում է, չէ՞, թուրքմեն, մենը մարդ է նշանակում, եւ նրանք այն քոչվորներն էին, որոնք իմիջայլոց հարյուրներով տարի շարունակ փորձեցին նստագյաց դարձնել, այսօր դեռ մի քանի փոքրիկ խմբեր կան, բայց դրանցից չի մնացած։ Այդ քոչվոր թուրքմենները այսօր էլ կան, բայց այդքան տարածք չունեն, որ շատ ման կան, փոքր տարածքի վրա, ասենց բդդվում են կամ լեռներում են ապրում, ինչ որ իրենց գյուղերում, հատուկ գյուղերում։ Թուրքը վիրավորական էր։ Այդ դրա համար է հենց եվրոպացիները օսմանցիներին կոչում էին թուրք։ Եվրոպական սաղ գրություններում կտեսնեք թուրք են ասում։ Եվ թուրքը բայց ընդհանուր անուն էր։ Թուրքը ինչ որ մի ազգի անուն չէր, այսինքն արևելքցի էր նշանակում թուրք։
բառը։ Այսինքն հային էլ, եթե ինչ որ մեկը արևելյան շորերով գալիս էր Եվրոպա, միանգամից գոչում էին թուրք։ Կան այդպիսի հայեր էլ նաև հարստացած, բայց քաֆտաններով, բանով, այսինքն օսմանյան շորերով էր ման գալիս մարդը, լգան թուրք էին ասում օրինակ, հարուստ մարդեր, եւ ուրիշներն արաբներն էլ էին գոչում թուրք, ով որ այդ արևելքից գալիս գոչում էին թուրք։ Եվ մինչև հանրապետության հիմնադրությունը թուրքը ասում եմ դա վիրավորական բառ է եւ քանի որ Օսմանյան գայսրություն էր եւ բազմասկ էր միակ բանը որ կար տարբերությունը այդ ժողովուրդների մեջ դա գրոնքն էր Օսմանյան գայսրության գրոնքը բաններ իսլամներ եւ իսլամը ըստ իսլամի օրենքի իհարկե մի գլուխ բարձր է չնայած մի քանի գլուխ կարելի է ասել բարձր է քան ոչ իսլամը սա է տարբերությունը այսինքն դասական առումով դիտողոսակիր ազգում կարող են կոչել այդ դեպքում ազգ չէ գրոնքը դիտողոսակիր ազգը խալիֆայության նման մի բան էր ավելի շատ իհարկե խալիֆայությունը վերցրել էին արաբները ձերից վերցրեցին նաեւ խալիֆայությունն էլ վերցրեցին ինքը սուլտանը նաև նույն ժամանակ խալիֆա էր եւ վերջի սուլտանը վերջի խալիֆան էր նաև իմիջիալը sense բանկա Աթաթյուրքը նախ խալիֆայությունը վերացրեց ու բանը Ստամբուլում դեր նստած սուլտանը այլևս մնաց միայն սուլտան եւ կարծիքներ կա որ ինքը չէր ուզում սուլտանությունը վերացնել սակայն հետո որոշեց որ այո այս պետությունը այս նորաստեղծ պետությունը պիտի սուլտանական չլինի այլ բանը դեմոկրատիկ երկիր պետք է լինի իսկ այդ Աթաթուրքը այդ որ փոփոխություններ արեց ինչպես հենց այդ թուրքականության այդ թուրք առասարակ կոչվածին այդ վերաբերմունքը ինչպես արմատախիլ արվեց էլի տենց շատ արագ կար ժամանակում արմատախիլ չարվեց ընդհակառակը մծվեց չէ այդ վերաբերմունք վատ վերաբերմունքը այդ բանին էլի շատ բարձ ժողովրդին քարոս կարդացին գլխին թե թուրքը իրականում շատ լավ բան է թուրքը աշխարհի առաջի բանն է ազգն է թուրքերենը առաջի լեզուն է եւ լոզունգներ բանացեն Երանի թուրք եմ ասողին օրինակ մի թուրք աշխարհը արժե եւ այլն այդպիսի բաներ եւ կամաց մտրեցին ժողովրդի ուղի մեջը դա ու ժողովուրդը հիմնականում 99% անկրագետ ժողովուրդ է որ յուղտան Քաշեստան է այդ ուղտեմ գնում էր այտենց էլ եղավ իհարկե այնտեղ ինչ որ բաներ փոխել շորերի հեղաշրջում կոչված բաները արեց շորերի գլխարկի եւ այլն այբուբենը փոխվեց բանը օրացույցը փոխվեց եւ այլն սրանք կոչվում են բոլորը հեղաշրջումներ եւ ըստ երևույթի եվրոպականացրեց դեպի Եվրոպա գողեց սակայն դա իրականում դուրի ուրիշ նպատակն է ժողովրդին գտրեցին իր հիշողությունից Իմիջիալը դա մեծ էլ արեցին գրապարը վերացրեցին եւ ու բանը մեսրոպյան ուղղակրությունը վերացրեցին Հայաստանում չէ մեսրոպյան ուղղակրությունը վերացնելով դա փորձ էր դա ավելի շատ բանում չարվեց ռուսական ցարական չէ սովետական ժամանակաշրջանում հա այդ բայց ցարականում էլ էլի այդ միջև այդ այն ուղղագրությունը չէր չէ հայերենում այդ արևելահայ գրականության մեջ ինչ արեմտա չէ մեսրոպյան ուղղակրություն էր Մեսրոպյան ուղղակրությունը ճշտությամբ կա իհարկե ցարական ժամանակի օրինակ հենց կոմիտասիվ բաները կարդացեք կամ մյուս գրողների բոլորը մեսրոպյան ուղղակրությունով է գրված սովետական ժամանակ մտցվեց այդ ամեն ինչը եւ դա որպես հարաճադիմություն եւ այլն ինչ որ մի բան է նույնպիսի լոզունգներով եկավ ու ազգին գդրեցին թե իր արմատներից թե ազգը բաժանեցին երկուսի արևելք եւ արևմուտք այսինքն Հայաստան ավելի ճիշտ է Հայաստան եւ Սպյուրք որովհետեւ բաբարսկայերն էլ արևելահայերեն են խոսում սակայն մեսրոպյան ուղղակրություն են գիրառում շարունակում էին որովհետեւ ով որ Հայաստանի տարածքից սովետական տարածքից դուրս էր մնում նա չփոխեց նրանք մնացին բանը մեսրոպյան ուղղակրությունով միայն Հայաստանի եւ սովետական միության հայերը փոխեցին ուղղակրությունը այդ նման մի բան էր դա
Եվ օրինակ այբուբենը փոխելով գդրեցին ամբողջովին բանում Օսմանյան գայսրությունում տեսեք օրինակ Աթաթուրքի ժամանակաշրջանից հետո այսինքն այդ հեղաշրջումից հետո այլևս արաբադար այդ բանը այբուբենը չկար եւ եղավ միայն լատինադար այբուբենը իմիջիայից հեղինակն էլ հայ է Հակոբ Մարտիրոսյան Դիլաչար եւ ինչ է կատարվում դպրոցներում օրինակ ես Թուրքիայում հայկական դպրոց եմ գնացել նաեւ թուրքերեն ենք սովորել չէ ես չգիտեմ այդ արաբադար Օսմանյան այբուբենը գարտալ եւ ես չեմ կարա 1900 անգամ 1920 թվականին դպված թերթերը որովհետեւ դրանք այդ արաբադար էին չեն կարա այդ գրքերը թերթերը եւ այլն ոչ մեկը չի կարող կարդա այլևս կտրվեց այդտեղ մի անգամից այսինքն կացինի նման հա մասնագետներ կան ոնց որ այսօր մասնագետները մեր բանը գրաբարն են կարողանում կարդան հասկանան մենք չենք կարողանում հասկանալ իմ կարծիքով մենք ինչ որ չափով նու գրագետ հայը կարող է գրաբարից ինչ որ բաներ քաղել կարդալուց այնպես չի որ ինչ որ բաներ կտրականապես ինչ որ բաներ տեսեք եթե դուք փորձեք օրինակ գրաբար գրված մի հատ գիրքը ֆրանսերենի թարգմանեք շատ մեծ դժվարություն կունենա չեք կարա կարդալ հասկանալ կարող եք բայց դա ինչ է եւ իսկ թուրքերը մոտ ընդհանրապես ոչ մեկը ոչ մի բան չի հասկանում եւ գանք նորից մեր խնդրին Ստամբուլը Կոնստանտինոպոլիսը միշտ բարձր տարածք եղել այսինքն այնտեղ ապրել են ինտելեկտուալ մարդիկ քաղաքեր աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը եթե երկու քաղաքեր ուրեմն մեկը Կոնստանտինոպոլիսն էր աշխարհի ամենամեծ քաղաքը եւ այնտեղ զարգանում է իհարկե նման բաներ գյուղական վայրում չի զարգանա նման բաներ չնայած պետք է ընդունել որ երբ որ հատկապես դպրոցները սկսեցին բացել հայերը տարբեր վայրերում անգամ մինչև գյուղերում չնայած դրանք շատ բարձր մագարտակի չէին սակայն հատկապես մյուս քաղաքների մյուս Օսմանյան գայսրության մեծ քաղաքների ասենք Վանում եւ այլն հիշենք որ Վանում դպարան ունեինք մենք չէ Խրիմյանների կուներ ոչ միայն Վանում իմիջիայ հետո Ստամբուլից հետո գալիս էր Իզմիրը Սմիրնյան երկրորդ մեծ քաղաքն էր որը անգամ կարող էր մրցել այդ առումով բանի Ստամբուլի հետ Կոնստանտինոպոլի հետ որովհետեւ Սմիրնյանը հարուստ քաղաք էր եւ այնտեղ էլ բանը միտքը զարգացավ մտային զարգացում նին բան դրվեց զարգ դրվեց այնտեղ օդարները շատ կային այնտեղ եւ միայն այնտեղ չէ ամբողջ այսօրվա Թուրքիայի տարածքը որնայինք Վանը, Տրաբզոնը, Դիարբաքրը, Խարբերդը եւ այլն լիքը ամերիկյան, գերմանական եւ այլն կոլեջներ են եղել այնտեղ սովորել են հիմնականում հայեր իմիջայլոց այսինքն կարելի ասել գոնե եթե ոչ 90-80% հայեր էին հատուկ կենտ մի քանի հատ թուրք եւ հիմնականում հայեր էին եւ տեսնում ենք որ այդ քաղաքներում էլ մտավոր զարգացումը կար եւ առաջ էր մղվում եւ այլն այսինքն այնպես չէր որ հետամնաց տարածքներ էին դրանք եւ նաեւ այդ տարածքներից այդ քաղաքներից մենք գրողներ ունենք չէ շատ նշանավոր գրողներ լրագրողներ եւ այլն մտքի մարդիկ էին այնտեղից դուրս գալիս եւ ոչ միայն նրանք այլ նաեւ մարդիկ կարդում էին այնտեղի ապրող հարուստ մարդիկ եւ մինչեւ անգամ գյուղեր կամ գյուղաքաղաքներ ասենք թերթեր գնում գիրքեր գնում վաճառվում էին այդ գրքերը թերթերը այդ տարածքներում այսինքն հետամնաց տարածքներ չէին նույնը չի կարելի ասել օրինակ Իրանի Բարսկաստանի մասին ասենք խուլ գյուղերում եւ այլն մարդիկ անգամ գրել կարդալ չգիտեին ժամանակին այսօր չէ իհարկե այսինքն գոնե ինչեւ 100 տարի առաջվա մասին ենք խոսում մենք
Իսկ նաև այդ բաները ապահովելով հենց այդ զարգացումը այդ ապահովելով հնու հայերի համար, որ կարողանում են ինչ-որ գրագիտության մակարդակ ձեռք բերել Օսմանյան կայսրության տարածքներում, կարծիք կա, որ նաև այդ դե քանի որ այդ տարածքները հիմնական իրենց ճակատն էին արևելքի, չէ, պատերազմների ժամանակ արևելյան ճակատը հիմնականում այդ գիծն էր, ու որ այդտեղ լոյալություն ապահովելու իրենց համար հայերի կողմից այդ կարելի է այդ կարծիքը հաշվի առնել, ընդհանրապես ինչ է կարծում այդ առումով, էլի։ Չէ, ընդհակառակը հատկապես այդ տարածաշրջանը անգամ հանրապետական ժամանակաշրջանում միշտ հետամնաց են թողած բաները, ղեկավարությունը եւ իզուր չէ որ այնտեղ քրդերը շատ մեծ ավեր էին գործում հայերի նկատմամբ մարդասպանություն, արևանքում եւ այլն ամեն ինչ կատարվում էր եւ նրանց ձայնը չէր հասնում Կոստանդնուպոլիս, հասնում էր իրականում այնպես չէ որ բادرիարքարանը եւ այլն չէին զբաղվում, դա սխալ կարծիք է, շատ գավոր ասում են բոսահայը բادرիարքարանը իրենց իրենք հանգիստ նստած չէին հետագն ոչ համարյա ամեն շաբաթ իհարկե ամեն օր ամեն ժամ չես կարա падիշահի մոտ գնաս անգամ падիշահի մոտ չես էլ կարա հասնես ընդհանրապես միայն շատ քիչ դեպքերում հասնում ես ինչ-որ մի մեզիրին պատմում ես, բացատրում ես, փաստաթղթեր ես ներկայացնում, դիմում ես գրում եւ այլն, ամեն շաբաթ դիմումներ էին գրում, բادرիարքանին եւ ուրիշ բան չես կարող անես, ինչ պիտի անես, զենքը վերցնես գնաս մարդու գլխին բայես, չես կարող, չէ՞, անգամ այսօր չես կարող անես, եւ բայց փակվում էին այդ հարցը, չէին բանում, որովհետև իրենք այն կարծիքին էին, որ ժողովուրդը, այդ գյուղացի ժողովուրդը, ինչքան շատ ճնշես, այնքան լավ է, գլուխ չեն բարձրացնի, բացի այդ այնտեղի ղեկավարները եւ այդ ղեկավարներն են միշտ քրդերն էին, քուրդ ինչ-որ մի հատ բեկ եւ այլն, սիրաշահելու խնդիր կար։ Իրենք գիտեն լավ, այդ քուրդ բեկն էլ մի քիչ թող ասենք մի երկու աղջիկ բռնապարի, մի երկու մարդ սպաննի, բայց մեր մարդը լինի։ Այդ հասկացությունը կար։ Դրա համար չէին նեղացնում այդ մարդկանց, այդ պատճառով շատ վատ էր վիճակը։ Ու այդ ղեկավար մարդը կարողանում էին բռնեին իրենց ափի մեջ ու նրանով անեին իրենց ուզածը։ Այսինքն եթե պատրաստ են թեկոս մարդ հավաքել եւ այն ու նրանք սիրով անում էին այդ բաները։ Եվ մինչև հանրապետության ժամանակաշրջանը հետամնաց տարածք էր։ Այսօր նոր, քանի որ հիմա էլ այդպես չի։ Հիմա էլ այդպես է, բայց պատկերացրեք, մինչև 80-ական թվականները գյուղերը լույս չունեին, հեռախոս չունեին, խմելու ջուր չունեին։ Մեծ մասը գյուղերի, այս արևելյան տարածաշրջանի Թուրքիայի։ Հեռախոս մաքսիմում մի հատ կար այդ գյուղում, եթե կար, այն էլ մեծ գյուղ պիտի լիներ, այն էլ գյուղապետի մոտ։ Գիտեք, բանը մարդիկ հասցե չունեին։ Օրինակ բանակում ես դա տեսել եմ եւ ընդհանուր սովորություն էր դա Թուրքիայում, ասենք ինչ որ մեկին նամակ ես գրում, Մուստաֆա Վելի, օրինակ, գրում ես, բանի, նպարավաճառ Ահմեդի ձեռքով այնտեղ գյուղում մի հատ նպարավաճառ կա, Ահմեդ է անունը, այդ սաղ պոչտը գնում է Ահմեդին, ու դե ինչ որ մարդիկ գալու են այդ Ահմեդի մոտ, Ահմեդը ասում է, վայ, Մուստաֆա, դու մի հատ նամակ ունես այդտեղ, վերցու նամակդ։ Այս էր վիճակը, պատկերացնում եք, այսինքն 19-րդ դար, այդպես էին ապրում, մինչև 80-ական թվականները։ Դերևի ապստամբությունները հետագայում թույլ չտալու եւ այդ ապստամբությունը ավելի հեշտ ճնշելու համար։ Իհարկե, եւ բայց նաեւ հակառակը կար։ Այդ պատճառով է շարունակ ապստամբություններ է եղել։ Հայերը ինչից կողք չէին։ Հայերը երբեք ասենք Հայաստան բան առանձին երկիր չեն բանջել։ Գիտեք, ես քիչ առաջ դրա համար գայսրությունից սկսա խոսել, այդ գայսրության մեջ ապրող բոլոր ժողովուրդները մոտավորապես ասենք լիրավ բանը քաղաքացի են, քաղաքացի հասկացությունը չկար այնտեղ,
լիիրավ թակավորի հպատակներ էին, այո։ Միակ տարբերությունը նորից հնչեցնեմ, իսլամ պատկանողները ավելի բարձր էին, քան ոչ իսլամները։ Դա էր տարբերությունը։ Եվ դրա համար էլ հենց հայերն էլ իրենց եթե այն ժամանակվա գրությունները, նամակները, բաները նայեք, այդ բարձ կտեսնեք, իրենց ընդունում էին այդ երկրի հպատակ, ինչպես որ ասենք թուրքմենը, ինչպես որ իսլամ բոշնակը, ինչպես որ իսլամացած հայը, իսլամացած վրացին եւ այլն, ինչպես որ չեչենը, չերկեզը, եթե գաղթել էին ժամանակներ դեռ քիչ էին նրանք, իրենք լիիրավ անդամ էին, այսինքն այստեղ տարբերություն չկար։ Դու եթե մեկին այն ժամանակ հարցնեիր, դու ինչ ազգ ես, ինչ բանի ես պատկանում, ասում էր ես օսմանցի եմ։ Ոչ մեկը չէր ասում, ասենք արաբը չէր ասում, ես արաբ եմ։ Հայ չէր ասում, ես հայ եմ։ Ես օսմանցի եմ։ Առաջինը օսմանցին է։ Այսինքն այստեղ երկու բան կար, երկու մագարտակ կար։ Վերին մագարտակը օսմանցի լինելն էր, ընդհանուրն էր դա։ Բոլորս օսմանցի ենք։ Հետո բաժանվում է։ Լավ, ինչ ազգ ես, որ ասենք, ասել արաբ եմ։ Իսկ իսլամ դավանողը անգամ բան չէր ասում, ես մուսուլման եմ ասում էր։ Ես մուսուլման եմ։ Ինչ հպատակ ես, օսմանցի հպատակ։ Լավ, ինչ ազգ ես, արաբ եմ։ Երբեք չէր ասում, ես արաբ եմ, որպես առաջին։ Առաջինը մուսուլմանի համար։ Հետո դա բան արեցին հանրապետության շրջանում, դա ձևափոխեցին, դարձրեցին թուրք։ Մենք բոլորս թուրք ենք։ Իմ ինչով բանով սահմանադրության մեջ գրված է։ Հպատակության կապով Թուրքիո հանրապետության կապված ամեն մի քաղաքացի թուրք է։ Ըստ օրենքի սահմանադրության, իսկ հիմա սահմանադրության մեջ այդպես։ Այո, ըստ օրենքի սահմանադրության ամեն մի հայը, եթե Թուրքիո քաղաքացի է, թուրք է։ Հա։ Բայց իրականում դա այդպես է, չէ։ Եթե պետք է իրենց դու թուրք ես, ասում են դու թուրք ես, դու քեզ պետք է թուրք անվանես։ Լավ, բայց ես իրենց պետք է միանգամից ասում են գյավոր, հայ եւ այլն։ Այսինքն եթե բացասական խնդիր կա այստեղ հայ ես, եթե դրական է թուրք ես։ Այսինքն բայց այդ ընդհանրապես հիմնական հայերի շրջանում երևի, որոնք իսլամադավան չէին, այդ կայսրության հպատակի ինքնությունը, այսպես ասած, իրոք մտածեր, թե դա զուտ ուղղակի ինչ որ ճնշումների չենթարկվելու համար էին, այդպես։ Ամ թե իրոք այդ ինքնության այդ բանը կար։ Չէ, իրոք կար, որովհետև ճնշումների մեկը ենթարկվում ես դու։ Որ դու քեզ գիտեմ, որ դու թուրք չես կամ իսլամ չես եւ այլն։ Գիտեն, բոլորը գիտեն նաեւ դրանից, որ դու թուրքի նման չես հագնված, իսլամի նման չես հագնված։ Օսմանյան գայսրությունում օրենքներ կային, հագուստի օրենք կար։ Ամեն մարդ ամեն ինչ չէր կարող հագնել։ Օրինակ, ես դեռ երիտասարդ էի, մի հատ գիրք էի կարդում ֆրանսիացի ճանապարհորդի գիրքը եւ Կոստանդնուպոլիսն էր ցույց տալիս, ասում էր, ահա Էմինենի գամուրջը ասում է եւ հիմա մի երկու հատ հայ զրուցելով անցնում են գամուրջի վրայով, իրենց հետևից մի հատ քուրդ բեռնադար է գնում, այնտեղ մի հատ հրյա ավաճարական է գալիս։ Մտածեցի, ով է ծառը առնում։ Ոնց գիտեք ով ինչ ազգի է պատկանում։ Հետո գլխի ընկա շորերից է հասկանում, որովհետև ամեն մարդ իր շորերը եւ իր գույները ունի։ Կոշիկը այս գույնի պիտի լինի։ Օրինակ բանը Օրհան Փամուկ գրողը կա։ Այսինքն դա ներքևից էր գալի այդ ազգից, թե վերևից պարտադիր։ Վերևից պարտադիր էր։ Օրհան Փամուկ գրողը կա, որ հայերենի է թարգմանվեց, բան։ Ինքը ազգությամբ իրականում հրյա է, մուսուլմանացած հրյաներից է, սաբետայցներից է։ Եվ ինքը մի հատ գիրք ունի, իմ անունս Կարմիր է։ Դրանք կոդեր են, այդ մարդը կոդեր է տալիս իրականում։ Կարմիրը հենց հրյայի գույնն էր։ Հրյան կարմիր կոշիկներ պիտի ունենար։
կարմիր գույնի։ Այսինքն իսկապես քո դեմդ կանգնած մարդու մի անգամից գիտեիր թե ինչ ազգություն ունի այս մարդը եւ իսլամի պատկանող մարդու շորը հակնելը ոչ իսլամի համար դա մահացու էր մահվան բադիժ կար դրա վրա այսինքն եթե դու բռնվեցիր որ իսլամի նման ես հակնված ուրեմն գլուխդ կտրվեց գնաց սա օրենք էր սրանք օրենք են բան բայց բոլորը իրենք զգում էին այո որպես օսմանյան եւ չէին ուզում որ օսմանյան կայսրությունը փլուզվի ոչ մեկը չէր ուզում ոչ հայներ ուզում ոչ հույններ ուզում ոչ մակեդոններ ուզում ոչ բուլղարներ ուզում եւ այլն խնդիր չկար խնդիրը միայն մարդու նման ապրելու խնդիրներ մարդիկ հայերը որ ասում են հայերը ապստամբեցին բաման հայերի միակ ցանկությունը մարդավայել բարոյական այսինքն մարդու բարոյականությունը չգտնին մարդու կյանքին չգտնեն ապրեմ աշխատեմ ապրեմ արարեմ իսկ իրենք արարում էին եւ ով որ արարում էր խելք ուներ եւ այլն միտեղ էր հասնում այն նա իր կարողություններով էր հասնում այն որ դուք ասեցիք լոյալություն ձեռք բերելու համար էին արդյոք թույլ տալիս եւ այն ոչ ընդհակառակը հայերեն դեռ մի բան էլ խանգարում էին շատ էին խանգարում բայց հայերը մեծ աշխատասիրությունով կամ ուղեղով եւ այլն դեռ էին ջար չունեին ես օրինակ իմ մեծերը մի անգամ պատմել էին որ գար ժամանակ որ ասում են բանը մինարետում բարձրացող մուեզին կոչվում է որ էզան է կանչում ժողովրդին նամազի է կանչում մարդ չկար որ դա կարողանար իսլամներից հայերին խնդրում էին բարձրացին մի հատ էզան կարդա Լավ, պարոն Լոկմագեզյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտեցել։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը։ Եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագեզյանը։ Ստեսություն։